չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհափառից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր կարգախոսի ընտրության։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն պարամետրին, որով վարչապետը արտահայտում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ ձեր պահենք, դες պահեմ ես ինձ եւ ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ ցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաեւ ինչ որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշա մեր հայ ժողովրդի իշա ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհապառը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ժողովուրդ ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի խոսք չի ներկայացրել Նիկոլ Փաշինյանն է այս բանը։ Չեն ներկայացրել, Ժորժան, չեն ներկայացրել, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասեմ, հիմա process կա, դետևենք ես էլ ուշադիր հետևում եմ, ես մտածում եմ անընդհատ դրա մասին։ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարզ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվելը նորաձև է աշխարհի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես էին շրջում Նիկոլ Փաշինյանին, ինչպես հաջողվեց նրանց վերադարձնել ձեր գծի մեջ, այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ԿՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, հա, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշա հենց իր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանքային Համագործակցում է ու պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Չէ, նկատի ունեմ, որ ասում եք ինչու է Մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Պարոն Կասյան, քանի որ Ոչ միայն Արուշ Արուշանյանի, Բայց ոնց հաջողվեց, կներես Ռուզանյան, ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել բառը օգտագործեմ, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ Տեխնոլոգիա չկա, այդ ճիշտն ասած անվանումը դրա աշխատանքն է։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պետք է մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաեւ ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետեւ դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետեւաբար նաեւ շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ ես եկեք անվանենք դիմադրողականություն։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ են այնքանով, որքանով որ մենք հարաբերություն տարբեր այնտեղ վանքերի ոչ Սյունիքում չուլանացված վանքեր կան։
Ես անձամբ չեմ տեսել, տեսեք, ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում կան խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ, մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ այդպիսի որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին, որ հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում էլ են փոքր, ապա դա հարթվում է աննկատ։